Փոփոխական խաղերի իմաստը չեմ հասկանում։ Բայց քեզ պետք է։ Շատ։ Պիտի ժամանակ առ ժամանակ հաճույքից օգտվես ու անցնես առաջ, առանց իմաստ փնտրելու։ Ես պահի հաճույքի համար չեմ։ Բայց ես էլ չեմ սիրում պահը բաց թողնելը, բայց հարցը ոնց լուծենք։ Դուք կին ունեք։ Մենք շատ բան ունենք, բայց այդ էս պահի հետ կապ չունի։ Ուրեմն արի սենց պայմանավորվենք։ Արդեն լավ է։ Ես քո իմացած պրիմիտիվ աղջիկներից չեմ։ Ընտիր։ Գուցե սիրելուց էլ սկսում եմ սահմաններ ու չափեր չճանաչել։ Հրաշալի է։ Բայց ես այդ դեպքը չի։ Արդեն ամեն ինչ փչացրեցիր։ Երբ կողմնորոշվեք, այդ ժամանակ էլ կխոսենք։ Եկեք անձնականը գործնականի հետ չխառնենք, լավ։ Խաղերից բան չհասկացողը լավ էլ խաղերի մեջ է։ Ինձ մոտավոր բյուջե կասեք։ Դե, ինչքան քիչ այդքան լավ էլի։ Մինիմալ։ Հասկացա։ Իսկ որոշել եք, որ ռեստորանում եք ուզում արարողություն անցկացնել, կարող եմ տարբերակներ առաջարկել ձեզ։ Հա, էլի առաջարկեք, բայց դա էլ թող լինի մինիմալ։ Լավ կլիներ ապագա հարցիկներ ներկա լիներ։ Գուցե ինքն էլ ինչ-որ լուծում առաջարկել ես վիճակին։ Ինչ վիճակա որ։ Մինիմալ։ Դե, գիտեք ոնց։ Եկեք մենք իրար հետ որոշենք ինչ ենք անում։ Նոր հետո իրան կանչենք էլի։ Համ էլ չհասկանամ այդ հարսանիքը գրպանից հարմար է, թե մեջտեղից ճղվելու եմ։ Դու կազմակերպիչ եք, այդ մինիմալ ձևերը կիմանա։ Ալո։ Միքայել, բարև։ Բարև։ Չեմ խանգարում։ Դե արդեն զանգել ես, ասա։ Ուզում եմ երեխեքին անակնկալ անեմ։ Կարող եմ մասնագետներ ուղարկել, որ գան ննջարանը զարդարեն, մեկ էլ մաքրողներ ուղարկեմ, թող գան տունը կարգի բերեն, մինչև երեխեքի գալը։ Ինչ ուզում ես գնա արա։ Այսքանը թե էլի բան կա։ Չէ, ոչ մի բան։ Լավ։ Այսքան տարի է հետ ապրում եմ, միևնույն է ինձ թվում է, որ իրան մինչև հիմա չեմ ճանաչում։ Ինձ համար մեկը ճշմարտությունը ջրի երես դուրս կգա թե չէ։ Բայց չի կարամ մեկ լինի ձեր երկուսի հարաբերությունները։ Եթե Աննան ճիշտը իմացավ, քեզ ատելու է։ Հենրի։ Իսկ քո պատասխանը լինելու է ինձ թիկունքով կանգնելը։ Եթե նախորդ անգամ ձեռքս բռնեցիր, այս անգամ խաչ ես քաշելու ինձ վրա։ Հա, ես այլի որ ինձ անկիշ չի թողնում ապրում։ Մերի, արի հլը,
Այս տարկեր, որ ինձ առողջ թորնիկ պարգևես։ Ապրես, բայց պիտի ինտերակցես։ Ես իմ գազար ուտելու ու բոյ քաշելու ժամանակն արդեն անցել է։ Քեզ կարամ մի բան խնդրեմ։ Խնդրին։ Ուզում եմ գենդեր փարթի անեմ։ Այդ որն է, այն որ հավաքվում են ավելի շատ ոչ թե երեխու սերը պարզելու, այլ թե ով ինչ կարող է անել, ինչ աննորմալ ճանապարհով կարող է երեխայի սերը պարզել, դա է գենդերը։ Դե մեզ որ անենք։ Չէ, այդ ինչի պիտի դեմ լինեմ, մենք ումից ենք պակաս։ Ճիշտ ասած ուզում եմ դու կազմակերպես։ Ինձ ես վստահում է թիթիզությունը։ Իհարկե, սիրով դու ասա երբ է պետք, ես կանցնեմ գործի։ Դե հիմա դու զբաղվի, մի քանի օրից կանենք։ Ինչի մի քանի օրից։ Եթե բժիշկը ասել է երեխու սերը, ինչի ենք սպասում։ Իրականում ես էլ եմ շատ անհամբեր, բայց ուզում եմ Անգելինայինք վերադառնան նոր։ Անգելինան ով է։ Հոր կողմից է բարեկամ թե մոր։ Անգելինան իմ հարազատն է։ Բացի այդ էլ հոր կողմից է բարեկամ։ Դե Արամի, մորաքրոջ, տղայի կինն է։ Դու ես գազարն ու խնձորը շատ կեր։ Մեծանալու տեղ ունես։ Ուզում եմ, որ քո հետ վարքյանն էլ կանգնի։ Այդ լավ է թե վատ։ Չեմ ուզում ժամանակն անցնի ու մեր սիրուն պահերն էլ անցնեն։ Բայց ով է ասել, որ ժամանակի հետ այդ սիրուն պահերը անցնելու են։ Դե հա, հնարավոր է չանցնեն, բայց հաստատ նույնը չեն մնալու։ Կգնանք քաղաք, մեր գործերով կընկնենք Ու կշարունակենք ապրել հանգել։ Մենք երբեք մեր սերը վերջին պլան չենք գցելու։ Առաջի պլանում միշտ պահելու ենք ու եթե այդ հիշենք, ամեն ինչ շատ սիրուն շարունակություն կունենա։ Սիրուն պահերն էլ կշարունակվեն։ Սիրուն պահեր կլինեն հերի, բայց ժամանակի հետ դրանք կփոփոխվեն, ու նույնը չեն մնա։ Դե արի ուրեմն կյանքից գողանանք ժամանակը, ժամանակից էլ մեր սիրո վարքյանները։ Բայց ամեն դեպքում լավ կլիներ, եթե հնարավորություն ունենք ժամանակը կանգնացնելու։ Հավատ չէր լինի։ Սիրում եմ քեզ։ Այս խոսքերը ուզում եմ օրվա մեջ մինիմում 1000 անգամ լսեմ քեզնից։ Գիտես, ես էլ եմ նույն բանը ուզում։ Իսկ իմ համար քո անունը արդեն սիրո հոմանիշ է։ Ահա շախոց։ Կարո՞, հերիքա գլուխդ էսու են կոմ տանես, հեսա կպոկվի պարանոցիցդ, ասա տեսնեմ ինչ ա եղել։ Շատ կարևոր բան ա եղել։ Ինչ ա եղել, ասա։ Որոշել եմ։ Ինչ ես որոշել, վայ։ Օր է։ Կարո, կլինի նորմալ բան ասես, ինչի օրը։ Մեր հարսանիքի օրը։ Տնաշեն, ես էլ գիտեմ լուրջ բան ես որոշել։ Կամ ուզնանանք էլի Կարո ջան, վռազդ ինչ ա չեմ հասկանում։ Կյանքը դեռ առջևում է, հանգստացի։ Մի ծաղրի է։ Լուրջ բան եմ ասում, արի ամուսնանանք։ Վայ, ես քեզ երբևէ ծաղրել եմ, ես քեզ միշտ շատ լուրջ եմ վերաբերվում։ Հացի կտկեր չսարի։ Այսօր 13-11-2025 թիվ կլինի մեր ամուսնության օրը։ Անխմի չխեղդվես, ես չեմ ուզում հարսանիքս հետաձգվի։
Ես որ խեղդվեմ։ Մեռնեմ, դու առհասարակ հարսանիք չես ունենա։ Չեմ հասկանում, ուրախ չես։ Վայ, Քարաջան շատ ուրախ եմ, չես տեսնում, երջանկությունից ցնծում եմ ուղակի։ Տենց լավ չի։ Գնայինք եկեղեցի, կանգնեինք խորանի առջև, պտտվեիր ասեիր կյանքս։ Այսօր մեր հարսանիքն է, ամուսնանում ենք։ Լավ միտք է, արի հենց տենց էլ անենք։ Չէ, դու հիմա լուրջ ես խոսում։ Հա ինչ վատ կլինի, այ օրիգինալ տարբերվող հարսանիք ունենանք։ Չէ, դու լրիվ գիժ ես, Կարոլ, լուրջ եմ ասում։ Հա գիտեմ դու էլ, բայց արի այսօր ամուսնանանք բրսլի գնա էլի։ Կարաջան, դու ինձ հարցրել ես, ինձ հարմար է, թե չէ։ Այդ ցավը տանեմ ամեն անգամ դու ես ասում արի ամուսնանանք։ Հիմա ես եմ ասում արի ամուսնանանք վերջնա գնա։ Հա, կար։ Հա, ես միշտ ասել եմ արի շուտ ամուսնանանք, բայց ոչ սենց։ Սենց ոնց։ Սենց անպատրաստ։ Դու ինձ չես ասում։ Բարև Վիկտորիա ջան։ Շնորհակալ եմ։ Պետք չէր նեղություն քաշել։ Իրականում սա շատ քիչ է քեզ շնորհակալություն հայտնելու համար։ Բայց ես ինչ եմ արել, որ դու ինձ շնորհակալություն ես հայտնում։ Մեզ Անգելինայի նման աղջիկ ես տվել։ Նստիր։ Ես ծաղկամանը բերեմ։ Շատ գեղեցիկ է։ Ուրախ եմ, որ հավանեցիր։ Սուրճ թե։ Ոչ մի բան, նստի։ Ես ուղղակի ուզում էի, որ զրուցենք ու ես քեզ իմ շնորհակալությունը հայտնեմ։ Աննա, ես սկսում եմ արդեն ինձ վատ զգալ։ Վիկտորիա ջան, մենք արդեն խնամիներ ենք, գուցե ազատվենք մեր միջի այս լարվածությունից ու ավելի ջերմ շփվենք։ Բայց ես լարված չեմ։ Սովորաբար աղջկա մայրը մենակ ուրախ է լինում, որ տղայի մայրը հարսիկին ընդունում է սիրով ու գրկապած, իսկ դու… Ես ինչ։ Դու մի տեսակ թշնամաբար ես տրամադրված իմ հանդեպ, բայց մենք թշնամիներ չենք։ Մենք մի աղջկա, երկու մայրեր ենք։ Այո, մի աղջկա, երկու մայր։ Ուղղակի ինձ մի քիչ դժվար է ընդունել, որ Անգելինան այլևս մեզ հետ չի։ Ես քեզ հասկանում եմ, ես քեզ շատ լավ եմ հասկանում, բայց ինձ թվում է դու մենակ ուրախ պիտի լինես, որ քո աղջիկը վերջապես իր սիրելի տղամարդու կողքին է։ Ժամանակ է պետք, ես կփորձեմ սովորել ես կարգավիճակին ինձ ճիշտ դրսևորել։ Հուսամ հարսանիքին անդրամադիր լինելդ մենակ դրա հետ էր կապված։ Միայն։ Դե ուրեմն արի մենք բարեկամություն անենք, որ Անգելինան էլ խաղաղ վայելի իր երջանկությունը։ Այ հիմա սուրճից չեմ հրաժարվի։ Հենց հիմա բերեմ։ Հենրի վերջես իրերս հավաքեցի։ Իրերիդ հետ կարող է շփիտ տել ես հավաքել։ Չէ, ուղղակի չգիտեի, որ այսքան շուտ ենք գնալու։ Դրա համար ես իմ մռութներդ կախել։ Չէ։ Ուղղակի ես ուզում էի, որ երկար մնանք, իսկ դու ամեն ինչ արեցիր, որ շուտ գնանք։ Անգել, հա, մենք գնում ենք, բայց ով է ասել, որ հետ ենք գնում։ Դու ասացիր իրերդ հավաքի դուրս արի գնում ենք։ Հա, ասացի դուրս գանք, բայց մենք հետ չենք գնում։ Բա ուր ենք գնում։ Գնում ենք Հայաստանով մեկ շրջագայելու։
Դիպուկ հարված էր, պապ։ Ճիշտ ես, բայց ցավոք կյանքում չեմ կարողանում դիպուկ հարվածներ անել։ Պապ, դու այն մարդը չես, որ հարված ես ու ուրիշին ցավ պատճառես։ Բայց պիտի կարողանամ։ Այն աշխարհից գալով ես պիտի հաղթանակ է, իսկ հիմա պարտվել եմ, պարտվում եմ ու շարունակում եմ պարտվել։ Տենց մի ասա երես։ Միայն քեզ հետ կարող եմ այսքան պարզ ու անկեղծ զրուցել։ Պապ, ես բաց զրույցի պատրաստ եմ, բայց քեզ խեղճացած տեսնելուն ոչ։ Ինչ ունեմ իմ կյանքում, իմ պայքարների ու կորուստների մեջ։ Խարխլված ընտանիք, մայր ում աստվածացնում էի ողջ չի, զավենիչ, ով մեջքիս կանգնած էր սարի պես, նույնպես ողջ չի։ Գիտես, թիկունքումս մի տեսակ սառնություն եմ սկսել զգալ։ Ինձ մի մոռացի, պապ, դու ինձ ունես։ Քեզ չեմ մոռանում։ Դրա համար էլ ուզում եմ կանգ առնեմ։ Այսինքն, պապ։ Ես հիմա էլ ցանկություն չունեմ Միքայել Շախունցի արյունը թափեմ։ Եթե պարզվեց, որ իմ երեխեն ողջ չի, ամեն ինչ կթողնենք ու կվերադառնանք Մոսկվա։ Ոնց ես պատրաստվում դա անես, պապ։ Դու մոռանում ես, որ գրավի դիմաց ես ազատության մեջ։ Ու Զավենիչի համար, որ գնացիր Մոսկվա, արդեն քո համար ռիսկային էր դա։ Մի բան կանեմ, մի մտածի։ Կարևորն է նա, որ կարողանամ քո անվտանգությունը ապահովել։ Նախանձում եմ Միքայել Շախունցին։ Իր տղուն առոք փառոք ամուսնացրեց, իսկ իմ տղեն ինչ է անում, ամբողջ օրը իմ խնդիրներով է։ Ո՞վ գիտես, բայց ես զարմացած եմ, որ Միքայելը որդուն թողեց ամուսնանա Անգելինայի հետ։ Այսինքն ինչ ես ուզում դրանով ասել։ Որովհետև դեմ էր իրանց հարաբերություններին։ Եթե ամիսներ առաջ Միքայել Շախունցը բոլորին չխառներ իրար ու չասեր, որ Անգելինան իր աղջիկն է, հիմա վաղուց արդեն Հենրին ու Անգելինան իրար հետ կլինեին, պապ։ Ինչի է նման բան ասել։ Նրան էլ կասես, պապ։ Ինձ այնքան սրբապիղծ է, որ Հենրին ու Անգելինային իրար քուրու աղբեր է հանել։ Ինչա թե իրար հետ չլինեն։ Բայց ինչի։ Ես ինչ իմանամ, այհեր։ Ասում են ժամանակին Միքայելն է Անգելինային տվե ավագենց։ Մերից եմ կիսատ բրատ լսել։ Երևի 15-16 տարեկան է անգել, որ պապին բերեց ինձ ստեղ, ինքն է իմ համար բացահայտել Գրիգոր Լուսավորչի, կամ ոնց որ ստեղի ժողովուրդն ասում Զաղա Քարայր ուխտատեղին։ Ինչ խոսք, շատ խորհրդավոր տեղ է։ Ասում եմ, որ խորվիրապից Գրիգոր Լուսավորչին հանելուց հետո ինքը ստեղ է ճգնել։ Հերի չեմ համբեր, մարի գնանք ներս տեսնենք ինչ ձև է ներսում։ Դե Քարայր անգել, որտեղից սուրբ բուժիչ ջուր է հոսում։ Արի։ Ինչ խորհրդավոր տեղ է, Հենրի։ Առաջին անգամ, որ եկա ստեղ շոկի մեջ չէի կարում հասկանալ, թե ոնց է Լուսավորիչը ստեղ ճգնել։ Պատկերացնում ես ինչ մեծ ա եղել իր հավատքը։ Ինչքան զորավոր ա եղել։ Արի ջրի մոտ։
Շատ տարբեր ավանդապատումներ կան անգել։ Դրանցից մեկն էլ է նա, որ լուսավորիչը Աստծուց մի կաթիլ ջուր ա խնդրել ու այս սուրբ զորավոր ջուրն ա եկել։ Բուժիչ ա ու հրաշագործ։ Մարդիկ ստեղ տարբեր խնդրանքներով են գալիս ու հավատացած են, որ սուրբ ջուրը ու լուսավորչի զորությունը իրենց խնդրանքները անպատասխան չի թողի։ Հուսամ եմ խնդրանքներն ու աղոթքներն էլ անպատասխան չեն մնա։ Իսկ կարամ իմանամ քո խնդրանքները որոնք են։ Որոնք են։ Միայն մեկը կարամ ասեմ։ Բայց ինչի հենց մեկը։ Որովհետև այդ մեկի մեջ դու էլ կաս։ Անգել մի րոպե։ Իմ անունը քո աղոթքներում առաջինը պետքա լինի։ Աստծուց խնդրում եմ, որ երբեք ձեռքս բաց չթողես։ Ես էլ խնդրում եմ, որ մեր երջանկությունը կիսատ չմնա անգել։ Ձեռք-ձեռքի բռնած միշտ առաջ գնանք ու կյանքի կռիվներում երբեք մեր սերը չկորցնենք։ Ամեն։ Ամեն։ Ասում են ժամանակին Միքայելն է անգելին այն տվե ավակեց։ Չէր ուզում հա տաղետու այդ աղջիկը միասին լինեին։ Ասել ես թե քո աղջիկն է։ Ասում են, թե դու ես անգելին այն տվել հավաքենց։ Ու հիմա հանկարծ մտափոխվեցիր։ Ուր են նայել աչքերս։ Որ ասում եմ քո պահվածքով կասկածի տեղ ես տալիս, Պատկերացնում ես Աննան եկել էր, որ ինչ շնորհակալություն հայտներ, որ Անգելինայի նման աղջիկ եմ իրանց տվել։ Այո, պատկերացնում եմ, նաև սթափ գիտակցում եմ, որ այդ կինը ոչ մի բանում մեղավոր չի։ Ատելությունիցդ ազատվիր։ Ես նրան չեմ ատում։ Նաև չես ներում Անգելինայի մայր լինելը։ Չփորձես։ Չհամարձակվես նման բան ասես։ Լսում ես, ինձ համար մեծ հարված է, որ դու նման բան ես ասում։ Անգելինայի մայրը ես եմ, ու վերջ։ Դե ուրեմն քեզ կարգին պահիր։ Քո պահվածքով Անգելինային ավելի ես մոտեցնում այդ կնոջը։ Կասկածի առիթ ես տալիս, եթե արդեն չես տվել, այդ մեռը ասելով։ Այսօր ես իմ անձնական գիդն ունեմ, ինչը շատ հաճելի է։ Հա, հաճելի կլինի։ Անվճար գիդ ես ճարել քո համար։ Դե ասա հիմա որտեղ ենք։ Հոգեվանքում։ Ոնց որ ասում են, կարմիր վանքում։ Լավ, մի րոպե, մի հատ հարց տամ, նոր շարունակենք։ Դու բոլոր վայրերի մասին այսքան ինֆորմացիա ունես, թե մենակ
Մենակ սառնախբյուրի։ Դες ոնց որ աղբյուրով վերջացող բառերի հետ հակում ունում էլի։ Սառնախբյուր, բազմախբյուր։ Արի բազմախբյուրով սահմանափակվենք։ Լավ չեմ խանգարում պատմի։ Այս եկեղեցին Կարմիր վանքը 1200-ականներին կառուցված վանք է։ Դու չես խանգարում, հալալն է խանգարում։ Ալո։ Այս վիրուսների երնամից եմ։ Բարի օր։ Ասու բարին։ Բարիշեցինք։ Չէ, չենք բարիշել։ Մարդիկ եմ կանչել, որ Հենրի ու Անգելինայի սենյակը զարդարեն, դրա համար եմ եկել։ Բայց մի անհանգստացի, կասեմ ինչա պետք անել ու ես երկար չեմ մնա կգնամ։ Այդ ինչի ես տենց հազում։ Չի ուրի ձևի կար համ հազամել, կամ հազուրի ձևի նոմ, հազում ենք էլի, երկա երկում ենք այ մղա։ Բայց գույնը դուրս չի գալիս, կարող է ջերմություն ունես։ Ջերմություն ունես։ Սպասի մի հատ դեղ բերեմ։ Այ որ չեմ ուզում է ձեր դեղերը, նա դեղեղ է դեղերից։ Իչա։ Այս դեղը խմի ջերմիջեցնող է։ Հաստատ ջերմիջեցնող է։ Պապ մենակ չասես, որ ինձ այնքան չես վստահում, որ արդեն իմ ձեռքից չես ուզում դեղ խմես։ Վստահում։ Մի անգամից պիտի խմեմ, չէ՞, կես չէ։ Չէ, մի անգամից։ Յակ։ Բայց կարող է ամեն դեպքում հիվանդանոց գնանք։ Հիմա հիվանդանոց անում չտապ։ Գնա վերև ինչ էիր ասում եկել ես զարդարես, մարտարես, գնա գործերում։ Վա։ Աղբերես, հո չեմ խանգարում ձեր թանկ օրերն ու ժամերը իմ զանգով։ Չէ, աղբեր ջան, դու ոնց կարաս խանգարես։ Աղբերես, մի բան հարցնեմ, որտեղ որ դուք եք հիմա, տարածքում եկեղեցի կա։ Հալա, կարող է գլխիս վրա կամերա ես դրել, տեղյակ չեմ։ Հա, ես ու Անգելը հենց հիմա Կարմիր վանքի մոտ կանգնած ենք։ Բայց եթե ուզում ես ման վառես, Երևանում է լիքը եկեղեցիներ կա, հեսա ցուցակները կուղարկեմ, հաջող։ Չէ, աղբերես, սպասի։ Կարանք ես ու Յանան գանք այդտեղ պսակվենք։ Ինչ ասում է։ Ոնց գաս պսակվես։ Ինչ ես խոսում, ցնդել ես։ Հա, աղբերես, կլինենք 4-ով։ Կարանք գանք այդտեղ հարսանիք անենք։ Դուք էլ կլինեք քավորս, հա, ինչ կասեք։ Դե, նենցա ցնդած միտք է, բայց վատը չի։ Ջան, դզեց։ Համաձայն, հա։ Ապրես որ դու համաձայնվեցիր, որ ես հարսիկի կերպարով լինեմ։ Դարի գնանք շորսել վերցնենք ու գնանք ամուսնանանք։ Ես էլ չեմ համբերում։ Անգել, քավոր քինքը կանգնես։ Բա։ Ինչ է եղել։ Ինչ ես թողել, որ պապան այս վիճակին հասնի։ Այսինքն Այսինքն մոտը թոքաբորվա ու ոնց հասկանում եմ շատ ծանր։ երևի իսկապես վատ է, հա, որ հենց տեղ է պորկել։ Ջերմիջեցնող եմ տվել դրա համար է քնել։ Բայց պիտի համոզես տանենք հիվանդանոց, սենց չի լինի։
Չի գա։ Ես էլ ասեց, որ չեմ գա, բայց հիմա իրա ուզել չուզելուն չեն կարող նայել, պիտի տանենք ու վերջ։ Ասված վիճակը լավ չի, հա։ Չէ, լավ չի։ Թոքաբոր բնենց հիվանդություն ա, որ կարող ամեն վարքյան պատկեր փոխվի։ Այսի շատ։ Սիրուն արսի։ Ուրախ բախտավոր ախպերս։ Մերսի։ Ուզում եմ շատ երջանիկ լինեք ու չմարող լինի այդ երջանկությունը։ Այդ տենց միշտ ձեր սրտի թելադրանքով շարժվեք, որ դուք երջանիկ լինեք, դուք գոհանաք, ոչ թե ուրիշները։ Մերսի ախպերս։ Յա, էլ ախպեր չի, արդեն քավոր է, ավելի ճիշտ քավոր ջան։ Այ սովորի, սանիկ եմ ասել է, լավ դու ինձ ասա ինչ չենք ուտելու այսօր։ Այ ախպեր, այս տղու հնարավորությունների վրա կհասկացում ես, այսօր ամբողջ օր միջև լույս լավ տժալու ենք։ Երևի առանց երաժշտություն։ Դերը մի քիչ նորաձև է, չէ՞ ոնց որ։ Ինչ ա եղել, եթե տարբերվել, ուրեմն տարբերվել ամեն ինչում։ Դե, գնացինք։ Գնացինք։ Արա գոնը բարի մի հա։ Տարավ։ Մարդ պիտի ինքնապաշտպանվել իմանա, ինչու ոչ նաև թշնամիներին պատժել։ Սա դու ես, Անուշիկ իմ քույրիկ։ Սա աղջիկը տա թանկագին։ Դու էլ կարժանանաս նրանց բախտին սերս։ Եվ կլինեք ընտանյոք հանդերձ նույն վայրում։ Դուք իմանաս բժիշկ ես էլի անուն դեպքում։ Ձեր հիվանդանոցում միշտ են սիրում բոլորին սպասացնել այսքան։ Իրենց հաճույքի համար չեն սպասացնում։ Հիվանդին են հետազոտում, իսկ այդ ընթացքում հարազատները պարտավոր են համբերատար սպասեն։ Իսկ եթե այդ հարազատները համբերություն չունեն, օրինակ իմ նման, ինչ եք անում այդ դեպքում։ Համբերություն չունես, բայց համբերատար նստել նայել ես ոնց է պապան ժամ վատանում։ Ոնց որ բժշկի հետ ապրել իր բացասական հետևանքն է թողել իմ վրա։ Դե ուրեմն աշխատի բժիշկներից հեռու մնաս։ Հա, տենց էլ անում եմ։ Գնամ բժիշկի հետ խոսեմ, տեսնեմ ինչ է ասում։ Լսի ծննդատուն չի, հանկարծ ոչ մեկի կրեստոյի վրա չհանես։ Ձեր հայացքներից ենթադրում եմ, որ այդքան էլ ուրախ չեք ինձ հանդիպելու համար։ Դժգոհություն կա ձեր դեմքին։ Դժգոհ չենք, զարմացած ենք։ Դե եթե եկել եք, ուրեմն կարևոր բան կա։ Հենց այնպես չէի կա։ Արի նստի, իմ ընկերով որդուն չեմ կարող տանշեմին ընդունել։ Ես միանգամից անցնեմ ինձ անհանգստացնող հարցին։ Միքայել ինչ կապ ունի ձեր դստեր հետ։ Դե եթե չեք իմացել, ասեմ, որ իմանաք, որ իմ աղջիկը ամուսնացել է Հենրիի հետ ու գնացել է Միքայելենց տուն հարս։ Ես են տարիքում չեմ, որ հիշողության խնդիր ունենամ, փառք Աստծո։ Ուրեմն մենք ենք մեծ ու հասկանալու խնդիր ունենք։ Չենք կողմնորոշում ինչ ես ուզում։ Միքայելն է ձեր երեխուն տվել ձեզ։